նկատողների մասին, օրինակ Բեկան 6 Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը տնային կալանքը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ եւ առաջիկայում Սամվել Կարապետյանը ելի կհայտնվի ԱԱԾ քրեակատարողական հիմնարկում, այսինքն այսպիսին է մեր արդարադատության իրավիճակը եւ դուք շատ կարեւոր հանգամանք նշեցիք, որ այլևս առանձնապես չեն էլ այսպես ջանք գործադրում այնպիսի գործեր հորինեն, որ գոնե մի քիչ արդարացված կլինի քրեակատարողական հիմնարկներում հայտնվելը, այդպիսի օրինակ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործն է, երբ իրենց արտահայտությունը, որը որ ըստ էության քրեաիրավական հետևանք չպետք է առաջացնեն, ոչ միայն առաջացրեց, այլ այս պահին գտնվում են Արմավի քրեակատարողական հիմնարկում, Նարեկ Սամսոնյանն էլ հայտարարել է հացադու։ Այստեղ քրեական պատասխանատվությունից զատ ես կուզենամ նաև խոսենք հանրային պարսավանքի մասին, որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ մենք անընդհատ միայն կենտրոնանում ենք դատավորների վրա, կոնկրետ դատավորների վրա, որ գիտենք, որ քաղաքական պատվեր կատարող դատավորներ են, եւ այստեղ դուրս են մնում այն մինչև դատարան հասնելու համար պատասխանատուները, քննիչներ, դատախազներ եւ այլն, արդյոք պետք չէ ուժեղացնել նաև հանրային պարսավանքը այս մարդկանց նկատմամբ, որպեսզի իրենք չդառնան այդ քրեական գործեր հորինողները, իրենց ձեռքով այդ մարդկանց քրեակատարողական հիմնարկներ լցնողները, որովհետև սովորաբար ասում են, որ բանա, դուք այդպես միջամտում եք արդարադատության իրականացմանը եւ այլն, թե հանրային պարսավանքն էլ կարող է ազդեցություն ունենալ, որպեսզի այս հակասահմանադրական իրավիճակը ի վերջո վերջանա։ Ես կարծում եմ, որ հանրային պարսավանքը ուղղակի այն պարտադիր ատրիբուտն է, որը պետք է հետևի այդ մարդկանց իրենց ամբողջ մասնագիտական եւ ոչ մասնագիտական կյանքում, ինչին նրանք ուղղակի արժանացել են եւ ինչը նրանց հասանելիք բարիքն է հանրության կողմից, որը պետք է տրվի։ Դա կազդի թե չէ համակարգային առումով անկեղծ կասեմ, ինձ թվում է չի ազդի։ Գուցե 1-2-ի վրա ինչ-որ ազդեցություն ունենա, բայց որ համակարգային սկսեն քննիչները օրինակ ապօրինի ազատազրկման հետևից չգնալ նմանատիպ գործերով ապօրինություններ չանել, ես այդ սինհույսերը չունեմ ամեն դեպքում, իսկ հանրային պարսավանքը ցանկացած դեպքում պետք է լինի, որովհետև համ անես այդ ապօրինությունները, համ դրանից հաճույք ստանաս, չի լինի, էլի։ Ուրեմն պետք է հանրությունը ճանաչի իր հերոսներին, պետք է ճանաչի, որ ասենք, այս սրբազանի կալանքի հովանավորը, այն սրբազանի կալանքի հովանավորը եւ դրանց ամենաառաջնային, սկզբնական եւ հիմնական գործը կատարողները ճիշտ եք ասում, հենց այդ քննիչներն են, հենց այդ դատախազներն են, ապանոր այդ դատավորներն են։ Մենք ուղղակի դատավորներից խոսում ենք, որտեղ ակնկալիքն է ավելի շատ իրանցից լինելու քիչ թե շատ անաչառ։ Իրականում պարզ ասեմ, ցանկացած փաստաբանի հարցրեք, անգամ քրեականը չէ, անգամ վարչական գործերով, երբ մի խնդիր սկսում է վստահորդի մոտ, 90% դեպքերում, 90 եւ ավել տոկոս դեպքերում այդ փաստաբանի էլ այդ վստահորդի մոտ է հույսը դատարանն է լինում։ Դա նորմալ չի, որ այդպես է, բայց գոնե այդ իմաստով հա դատարանը պետք է այդ սահմանաբաժանը ունենար այդ ապօրինությունների մասով, որը ցավոք սրտի չունի։ Ես միանշանակ համաձայն եմ, հանրային պարսավանքը պետք է հետևի, բայց հույսներս էլ դրա վրա դնել կարծում եմ չի կարելի։ Եվ այդ մարդկանց մասով, ինչն է շատ կարևոր, որ այդ պատժի անխուսափելիությունը նաև առաջի հերթին պետք է թակի իրենց դռները, որովհետև պետք է այդպիսի հեշտ բան չլինի, հա, անձին ակնհայտ, գիտեք, սխալներ մասնագիտական կարող են անել, դա էլ պետք է բան անենք, հա, ամեն մի ազատազրկված մարդու մասով չէ, որ պետք է ասենք, պետք է նստեն, բան անեն եւ այլ սխալներ եւ դատական եւ քննչական գործողություններում կարող են լինել, անգամ սխալ ազատազրկումներ կարող են լինել եւ պետությունը դրա մասով արդեն պետք է գույքային պատասխանատվություն կրի, որի մասով իմիջիայլոց շատ թերի են մեր կարգավորումները, շատ մեղմ են մեր կարգավորումները։ Ինչ է նշանակում մարդուն տանես 5-6 տարի օրինակ զրկես իր ընտանիքից, առողջությունից, կենսակերպից, հոգեբանական այդ մեծ ստրեսը պատճառած եւ 2-3 միլիոն դրամով օրինակ կամ ավելի քիչ գումարով ասես փոխհատուցում ենք տալի, դա աբսուրդ է։ Այս մասով մեր պետությունը միանշանակ քաղաքացիական իրավունքների տեսանկյունից չի կատարում են պարտականությունը, որը պետք է կատարի։ Բայց այդ սխալները մի կողմ պետք է հստակ վաղը մյուսօր իրականացված քննություններով հստակեցվեն ում մասով է քրեական հետապնդումը ակնհայտ ապօրինի եւ այդ մասով անձինք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Շնորհակալություն պարոն Հակոբյան, այստեղ իհարկե երկրորդ կարծիք լինել չի կարող, որովհետև իրավապահ համակարգի եւ արդարադատություն իրականացնողները պետք է իմանան, որ իրենց կողմից ակնհայտ ապօրինի գործողությունների համար պետք է ենթարկվեն պատասխանատվության, հակառակ դեպքում մենք դեռ շատ երկար տարիներ կշարունակենք այս նույն ոճով, ինչ ոճով Հայաստանում իրականացվում է գործերի քննությունը եւ արդարադատությունը։ Պարոն Խաչատրյան, գալով ելի անհատի որոշումներին քննարկենք նաեւ արտաքին հարաբերություններում, այդ անհատի ձեռքում կենտրոնացած այսպես չգիտեմ անսահմանափակ լիազորություններին, որովհետև մենք տեսնում ենք, որ արտաքին հարաբերություններում որոշումները եւս կայացվում է պարզապես մի մարդու կամքով։ Այնպես ինչպես այդ մի մարդը Պրահայում հայտարարեց, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում եւ այդ մի որոշումը դարձավ ճակատագրական, այնպես էլ այդ մարդի որոշումները այսպես Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերություններում կարող են ճակատագրական լինել եւ Հայաստանը եւս արժանանա նույն ճակատագրին, ինչ որ Արցախն է։ Հիմա ինչ անել, նախ ինչ իրավիճակ մենք ունենք, կխնդրեմ նաեւ անդրադառնալ Թրամփի ուղուն, որովհետեւ ընդհանրապես օրեր առաջ ստորագրվեց հայտարարություն եւ մեր հանրությունն այսպես այնպես լիարժեք չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ճանապարհը, ինձ թվում է հայտարարություն անողներն ու ստորագրողներն էլ չեն հասկանում ինչ է այդ ճանապարհը իրենից ներկայացնում, մենակ մի կարևոր բան ունեն իրանք, այսպես մոտեցում ունեն, հանկարծ միջանցք բառը չօգտագործեք, դրանից բովանդակությունը կփոխվի, թե չի փոխվի, կարևոր չի, մենակ միջանցք բառը չօգտագործեք։ Հիմա ինչպիսին է իրավիճակը եւ ինչպես վերականգնել ի վերջո այս մեկ անձի որոշումների արդյունքում հասցված վնասը։ Այստեղ իհարկե իրավիճակը զգալիորեն տարբերվում է քան իրավիճակից, որ նկարագրեցին իմ գործընկերները, որովհետև այն մարդը, որը որոշում է կայացնում, ամենայն հավանականությամբ հանրապետություն մեր կազմում նստած չի։ Արտաքին քաղաքական որոշումները կայացվում են Հայաստանից դուրս, շատ հարցերում, շատ որոշումներ կայացվում են Հայաստանից դուրս եւ պարտադրվում են այն մեկին, ով հանրապետության հրապարակի վրա է նստած եւ այդ մեկը իր իշխանությունը պահելու համար գնում է բոլոր զիջումներին։ Հիշեցնեմ, որ դվաց քան 24 ժամ առաջ Իդան հայտարարել է, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, իրենց համար ընդունել քաղաքականությունը եւ իրենք ամեն ինչ պիտի անեն, որպեսզի այդ քաղաքական կուրսը Հայաստանը շարունակի պահել։ Եվ դա օրինակի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում, արդյոք այդ կուրսը մշակել է Երևանում, թե Անկարայում։ Եվ հիշեցնեմ, որ Թուրքիայի նման լկտի միջամտությունը առաջին անգամը չէ 21 թվականի փետրվարին, երբ գլխավոր շտաբի գեներալիտետը Նիկոլ Փաշինյանին պահանջներ ներկայացրեց, հրաժարականի պահանջ ներկայացրեց, շատ օպերատիվ կերպով, ընդամենը մի ժամ, 2 ժամ հետո Թուրքիայի արտգործնախարարը ուղղակի սպառնաց, որ Թուրքիան Հայաստանի քաղաքական կուրսի փոփոխություն չի համարել եւ սանից ելնելով դարձյալ քաղաքական կուրսը Երևանում է մշակվում, թե Անկարայում է մշակվում եւ համաձայնեցման գործում ով ավելի շատ խոսք ունի ասելու։ Նույնը կարող եմ ասել նաեւ Բաքվի վերաբերյալ, վերջը Բաքվին ինչ որոշվում է, այնտեղ Հայաստանում իրականացվում է։ Շատ հեռու չգնա խաղաղության, այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը։ Ես եւ մեր ֆրակցիայից 3 գործընկերներ տեսել ենք այդ գործընթացը, չէ՞։ Ինչպես այդ փաստաթուղթը համաձայնեցվում։ Հիմա դրա մասին շատ բան չեմ կարող ասել, բայց օրինակ անցյալ տարի մարտ ամսին սկզբից Բաքուն դա հայտարարեց, հետո Երևանը հաստատեց, որ այն երկու կետերը, որոնց շուրջ կար անհամաձայնություն, այլևս վերացած է, որովհետև Հայաստանը ընդունել է այն խմբագրությունը, որը առաջարկել էր Բաքուն,
գոնե այդ երկուսի մասով հստակ կարող եմ ասել եւ ասենք ապացուցելու կարիքը չկա, հա, որ ասեմ իսկ առաջի երկուսն էլ նույնն է եղել վերջի երկուսը գոնե տենց կա եւ մենք խորհրդանում Արաս Միրզոյանից անընդհատ փորձել ենք հասկանալ լավ է 17 կետը, որ սկզբից 16 հետո դարավ 12 այդ կետրից որ մեկն է, էլի որ հայկական խմբագրությունն է վերջնական տեքստում տեղ գտել գաղտնի չեն եղել քննարկումները, հրապարակային են եղել եւ չգիտեմ կլինի մեկը, որ ասի Արաս Միրզոյան օրինակ ասեց այս բառը ով փոխարինվել մենք ենք առաջարկել Սա է արտաքին քաղաքականությունում բազմաթիվ այլ կենտրոններ որոշում են եւ Փաշինյանը դորեն կարողանում է ուսանավել կամ մանևրել այդ ուժերի միջև բայելով իր իշխանությունը այնպես որ այդտեղ իհարկե տարբերվում է իրականությունը հիմա ինչ վերաբերում է Թրամփի ուղի եւ ընդհանրապես այն փաթեթին որը ստորագրվել է Վաշինգտոնում Նախ երկու փաթեթի կա, երկու կենտրոնանա, այն ինչ որ նախ ստորագրվել է եւ այն ինչ որ ստորագրվել է։ Մյուս են մեմորանդումների մենակ Հայաստանում արհեստական բանականության կենտրոն, սերվերային ֆերմաներ եւ դրանք դեռ չան դադարել։ Հիմա, եթե թուղթը այդքան լավն է Եվ Հայաստանի իշխանությունն ասում են այդ թուղթը, որ նախաստորագրվել է մեր շահերից է փոխվում, եւ դեպքում հարց առաջան, բայց ձեր շահերից է փոխվում։ Ինչի՞ չեք ստորագրում։ Չէ՞, Ադրբեջանի տեքստն է։ Հիշեցնեմ, որ ստորագրվել է մարտին, հետո Ադրբեջանը ռմբակոծում էր հայկական գյուղերը հարավում, հիշում եք, չէ՞, ամեն ինչը։ Այսինքն ուժի դրանից բացի եղել է Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, որ Հայաստանը ներխուժման վտանգի առաջ է կանգնած, բայց այդքան լավն է, ստորագրի։ Եթե լավը չէ, ինչի՞ կնա վերցնեն սազնարել գողունգուրը։ Նմանապես Մարալագոյին դեկտեմբերի վերջին, երբ հանդիպեցին Թրամփը եւ Նեթանյահուն, հիշում եք Թրամփը ինչ խոստովանեց, ինչ բացասեց, ասեց չէին ուզում 2% տարիֆով սպառնացի, մի ժամ հետո եկան ստորագրեցին։ Բայց եթե այդքան լավն է, հիմա որ սենց թարն արել եք, թամանչան արել եք, բամբիրն ու ծնծղան արել եք ու գովում եք, բա ինչ լավ թուղթ ենք ստորագրել, այս շուտ գնայեք ստորագրեք, ինչի եք սպասում, որ Թրամփը 200%-անոց տարիֆներով, ներմուծման մաքսատուրքերով սպառնի։ Հիմա, այդ թղթի հետ կապված, արդեն մի քիչ ավելի բովանդակային անդրադառնա Շատ լավ, տեսեք, երբ 99-ի վերջից 90-ականների 90-ի սկզբից այլևս Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ճանապարհները երկաթուղային եւ ավտոմոբիլային փակված էին, Ադրբեջանից Հայաստան մտող գազամուղ, նավթանող ամեն ինչը փակված էր։ Եվ երևի հենց 90 թվականից սկսած Հայաստանը մշտակ ի պատասխան դրան Հայաստանը իհարկե փակեց Ադրբեջանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցություն։ Բնավ եւ կարգավորման բոլոր առաջարկներում մենք հայկական բոլոր իշխանություններն ասում էին տարածաշրջանային կապուղիների ապաշրջակը։ Այսինքն Հայաստանը բացում է Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև անցումը, որը փակվել է ի պատասխան Ադրբեջանի ճշնամական գործողությունների Ադրբեջանը բացում էր Հայաստանի շրջափակումը, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքները ոչ միայն գնաց եւ ավտոմոբիլային։ Եվ Թուրքիան բացում է Հայաստանից արևմուտք գնացող ճանապարհը, որովհետեւ 93 թվականի ապրիլին Քարվաճարի ազատագրումից հետո Թուրքիան փակեց նաեւ թե Գյումրի Կարսը եւ թե ուրեմն Մարգարայի ավտոմոբիլային ճանապարհը։ Ինչքան էլ այս իշխանությունները ասում են հայ-թուրքական հարաբերությունները կապում են ադրբեջանական հարաբերությունների հետ, հիմա թուրքերը 100 անգամ դատարկում են։ Ինչքան պետք է ասել, որ չէ, կապում են։ Ինչևէ, այսինքն մենք խոսում ենք Հայաստանի իշխանությունների բոլոր քաղաքական ուժերից, հենց քաղաքական ուժ չլինեն, որ ասել չէ ճանապարհները կարգենք, անցնենք բնական տեսության։ Այսինքն պետք է բացնել այդ ամենը։ Հիմա բացվելու սկզբունքները պետք է
ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, կատարյալ վերահսկողություն, եւ դա պետք է վերաբերվի ոչ միայն Նախիջևանից բաղկու, այլ նաեւ բոլորին։ Նախիջևանի միջով Մեղրից մինչև Արաբ եւ հետո դեպի Երևան, Իջևան Ղազախ ճանապարհին եւ դեպի Արևմուտք մնացած։ Այնպես որ ապաշրջափակումը ենթադրում այդ բոլոր պահովների բացում։ Եթե միաժամանակյա չի ստացվում, այլ օրինակ սկզբից գնալ Հայաստանի վերաբացմանը, որտեղ մի քանի կիլոմետր է երաշտից մինչև Ադրբեջանի Նախիջևանի սահման, հետո արդեն կարող լինի Իջևան Ղազախ ճանապարհը։ Բայց պլանավորվածությունը եւ աշխատանքները պետք է միաժամանակ սկսեն, որովհետեւ հիմա Ադրբեջանը ստացել է ինքնիշխանություն, միջանց, Հայաստանը փորձենք մի կիրթ բան գտնենք, ոչինչ երևի հնարավոր ամենակիրթ, ոչինչ չի ստացել։ Կամ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանը ասում է 2001 թվականին, 25 տարի առաջ, միջանց դա պետք է ամերիկացիների ներկայացնում, որ մեզ կա փող, դրա նման ինչ-որ մի կարգավորում է։ Դրա նման, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան ստանում են միջանց, որը թուրքական սերերը պետությունները կապում են Բոսֆորից մինչև Չինաստանի արևմուտք, վերահսկում են Միացյալ Նահանգների կողմից, Հայաստանը լավագույն դեպքում այդ տրանզիտից ստացած փողի 24%, որը 50 տարի հետո կարող է դառնալ 49%։ Եվ այս լուծումը հենց օգոստոս 7-ի փաստաթղթի մեջ է։ Մենք որ ասում ենք, իրանց ճողում ենք, թե այդպես բան չկա, որ ասում են դուք տալիս եք Ադրբեջանի անցում, հստակ սահմանված անցում, փոխարենը ստանում էիք ինչ-որ անհասկանալի փոխադարձ առավելություններ։ Եվ ասում ենք, այդ փոխադարձ առավելությունը կարող է համենը փողը տրանզիտը։ Դա ինչ-որ կա, Ադրբեջանը ստացավ միջանց, մենք ստանում ենք սահմանափակ, խիստ սահմանափակ տրանզիտ Ադրբեջանի տարածքով։ Էնել այս պայծրությամբ մենք մենակ ներմուծում ենք, ոչ մի բան չենք արտարում, ընդ որում ներմուծում ենք մի բան, որի հենց կրիտիկական կարիքը մենք չունենք, ասկան բենզինի հարցը լուծվել էր 30 տարի առաջ, ցորենի հարցը լուծվել էր 30 տարի առաջ։ Սա է իրականությունը։ Ավելին ասեմ, այն թուղթն է, որը ստորագրվել է, այնտեղ եթե պրեամբուլան կարդում եք, ինչա դրացա, որ որևէ իրավական պանջ ոչ Հայաստանի, ոչ Ամերիկայի վրա չի դրվում, այսքան պրոտոկոլային մի հատ թուղթ է, որի թայմինգին ժամանակին անդրադառնամ եք դեմ չեք մի քանի րոպե հետ։ Հիմա այս ճանապարհի հետ կապված։ Տեսեք, սկզբից խոսում էր ճանապարհ, երկաթուղի, միգուցե նաև ավտոմոբիլ։ Հիմա տեքստը որ նայում եք, երկաթուղի, ավտոմոբիլ, նավթամուղ, գազամուղ, ինտերնետային կաբել, էլեկտրական հոսանքներ եւ այս անկեղծ ասած շատ զարմանալի է, այսինքն եթե կա Բաքու-Թբիլիսի Կարս երկաթուղին, Բաքու-Թբիլիսի Ջեյհան, Բաքու-Թբիլիսի Կարսը μικρոն թողենք, Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի Էրզրում գազամուղը, այդ ինչ գազամուղ, ում է դա պետք, ինչի համար է արված, նույնաբար Նախիջևանի էներգետիկ կախվածությունը Թուրքիայից կամ դրանից վերացնելու համար, բայց մենք ինչ ենք ստանում դրանից, հիմա ասում էին ճանապարհ կլինի, երկաթուղի կլինի, բայց մենք միայն երկաթուղի եւ ավտոմոբիլային ճանապարհ չենք տալի, չէ՞, բայց նավթամուղ, գազամուղ, էլեկտրական հոսանք, ինտերնետային կաբել, դրա փոխարեն ինչ ենք ստանում։ Այդ որ այդ թրիփը որ կա, ինքը կարող է լինել ապաշրջափակման մեծ ծրագրի մի բաղկացուցիչ մաս։ Իսկ ամբողջականության համար մենք նույնպես պետք է ապաշրջափակենք։ Հիմա եթե այդ ճանապարհը, որով կամ երկաթգիծը, որով պետք է անցնի, ռելսերը լինեն ոսկուց, ճանապարհը լինի ասֆալտի փոխարեն պլատինից, մեր ապաշրջափակման հարցը դա չի լուծում։ Մեր ապաշրջափակման հարցը կլուծվի, եթե բացվի Սադարակ երազք ճանապարհ եւ եթե բացվի Իջևան Ղազախ ճանապարհ, որի մասին խոսք այսօր չկա։ Ես ինքս դեռ հարցրել եմ եւ բյուջետային քննարկումներ աշնանը խորհրդանում, ես հարցրել եմ Խուդացյանը, բյուջեում
փող հատկացվել է, սա դրակ ներողություն, երաս նախ Իջևան, սահման, ասելա չէ, Իջևան դեպի սահման բյուջեում փող հատկացվել է, չէ, բայց արի ու տես, որ թրիփի համար արդեն փող հատկացվել է։ Այսինքն, անկախ նրանից, թե այդ անցումը լավ, նկատեն ֆիզիկական ենթակառուցվածքը լավն է, թե լավը չի, մեր ապաշրջակայական հարցը չի լուծվում։ Հիմա գանք միջանցք, թե չմիջանցք, սա է խնդիրն։ Ասենք նրանից, որ մինչև հայտարարության մասին երբ առաջի անոնսը եղավ, նույն Մարկո Ռուբիոն հստակ միջանցք բառն օգտագործեց։ Հետո հավանաբար խնդրել են ասեն ախորպես այդ միջանցք բառը մի ասեն, իսկական մի ասեն։ Հա, այլ մի ասեն։ Հետո գալիս է ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն եւ այլն։ Այդ որ ես կարդում եմ, հիշում եմ այն պատմությունները, որոնք շրջանառվում էին Սովետի վերջի տարիներին, երբ Պաուլ Սևակի անդրելի զանգակատուն պոեմը կոմունիստական իշխանությունները չէին ուզում տպեին, երբ այն ժամանակվա ՑԿ-ի առաջի քարտուղարը կանչեր, ասես ախորպես էլի գոնե մի երկու տեղ Լենին բառը օգտագործել, Լենին, պարտիա, ռևոլյուցիա, պրոլետարիատ, տենց մի բան գրի, որ թողենք անդրելի զանգակատունը տպագրվի, էլի։ Այսքան այդ սիրուն բառերը ասանք մտցրել են, որպեսզի հայկական կողմը ասել է, որ մենք էլ Երևանում մի բան կարողանանք ասենք էլի։ Այդ է խնդիրը, որտեղ back office, front office, ինչի, խի, why? Հիմա եթե ճանապարհը գալիս է, դու ունես թե մաքսային ծառայություն, թե սահմանապատ ծառայություն, էլ ինչ back office, էլ ինչ front office, ինչի։ Ուստեղ մի անգամից գալիս է Ադրբեջանի պահանջ, հիշում եմ, չէ՞, հայերի հետ Ադրբեջանը չպետք է շփվի, պետք է հաղորդակցվեն։ Եվ ստեղ հիշում ենք back office, front office, դա դե կարևորը back office-ն է, մենք ենք որոշում այն տարբերություն front office-ում ով շփվելու եւ այլն։ Այսինքն, այդ թուղթը, որը կա, ինքը մաքուր ադրբեջանական պայմաններին է, պահանջներին է բավարարում, Եվ կա նաև իհարկե ամերիկյան շահը, որը չեն էլ թաքցնում, ինչի պիտի թաքցնեն, ես էլ Թրամփի տեղ լինեի, նույնիսկ ես կանեի, իրանք ստանում են, վերահսկում են անցումը դեպի կենտրոնական Ասիա, Թուրքիայից, նաև հստակ նշված է, որ իրանք ռեսուրսների հասանելիություն ունեն, այնպես որ ես մի անգամ ասել եմ, եւս մի անգամ եմ ասում, Զանգեզուրի Պղնձանոլիմպիադային կոմբինատը շատ անհասկանալի գործարքի արդյունքում գերմանացիներից անցավ ռուսներին, ես չգիտեմ ինչ կլինի վաղը, Հայաստանում դեռ նշված էր, որ հազվագյուտ մետաղական միներալների մասին կա, Հայաստանում կարծեմ չկան հազվագյուտ միներալներ, բայց կան մոլիբդեն, կարծեմ այդտեղ այդ զարգացումներն են լինելու։ Այդ կողմերի շահը շատ հստակ է մեր ինչ։ Եվ ստեղ արդեն շատ կարճ մասին էլ ասեմ, 2020 թվականի նոյեմբերի փաստաթղթի մեջ կար երկու միջանցք եւ բարերը որ նայեք, իրանք համարյա պարիտետային նույն սահմանումն են։ Ադրբեջանը տալիս է միջանցք Լաչինով, Երևանից Ստեփանակերտ, Հայաստանը տալիս է միջանցք Բաքվից Նախիջևան։ Այն ճանապարհը գործում է Լաչինով, այս մեկը չբացվեց։ Եվ դա բերեց նրան, որ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախიდან, եւ Փաշինյանի տերմինով խոսանք, այն թողը, որը գցած է Հայաստանի, դրեց։ Դա նույնիսկ քաղաքական քաղաքական որոշումները որտեղ են կայացվում։ Եվ վերջապես թայմինգի մասին, իհարկե այդ ամբողջ բանակցությունները գաղտնիության պայմաններում են լինում, բայց հիշում եք, որ հայկական աղբյուրները արտահոսք էին կազմակերպել, որ Ամերիկայի փոխնախագահ պիտի գա Հայաստան, Երանի գար, բայց հիմա եթե փոխնախագահ գալիս է, թուղթ պետք է ստորագրել։ Մենակ Գառնի Գեղարդյանի համար չեն գալիս այդ մարդիկ։ Հիմա այդ թուղթը ստորագրվեց, բա այդ ինչ պետք է ստորագրվի։ Այնպես որ ես չեմ կարծում, կարծում եմ, որ ստորագրության ժամկետը սերտորեն առնչվում է նաև Իրանի զարգացումների հետ։ Որտեղ հիշում եք 18 թվականին Բոլթոնը եկավ Հայաստանի ինչ պահանջ դրեց, այնպես որ ես չեմ բացառում, որ այդ պահանջը նույնպես դրված լինի։
երբ խոսքը չի գնում բացառապես 25% մաքսատուրքերի վրա, բայց մենք հասկանում ենք, որ ինչ վիճակում կայտնվի Հայաստանը, եթե հայ-իրանական սահմանը փակվի կամ անկանոնությունը մեր տարածաշրջանում շարունակվի։ Սա աչք փակել չի կարելի, ուղղակի այս վերջի հրետորաբանությունը, որը գալիս է օվկիանոսից այն կողմ, մի քիչ ավելի մեղմվել է, այնպես որ հույս ունեմ, որ ռազմական բախման գործը չի հասնի, որովհետև այս դեպքում արդեն իրոք շատ բարդ իրավիճակի անցնենք ամենելով այս իշխանությունների այս մորեխի քաղաքականությունը ստեղից ընդեղ թռնել, ստեղից ընդեղ ինքը կբերի նրան, որ բոլոր այդ մայրաքաղաքները վերջը կասեն միակ կողմերոշ։ Իսկ Հայաստանի անվտանգությունը ապահովում է 30 տարի մինչև Փաշինյանի քաղաքականությամբ, որ բոլորի հետ վարում է ազնիվ կողմնացնող քաղաքականություն։ Սրանց այստեղից ընդեղ թռնել ամեն ինչ խոստումներ տալ, միայն իշխանությունը պահեն կարող է մեր համար շատ մեծ վատ հետևանք։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։